Հիմա եկեք հասկանանք, թե ինչպիսին է պատկերը Հայաստանի կրկնապատկված պարտքի պայմաններում, որն ի դեպ ոչ թե կրկնապատկվել է կամ ավելացել 100%-ով, այլ 80%-ով։ Եվ այսպես, վերջին 7 տարիներին մենք անգամ ենք ավելացրել եկամուտները, այդ թվում պարտք ներգրավելու շնորհիվ, որ եթե որոշեինք 26 թվականին վերադառնալ 18 թվականների ծախսի մակարդակին, այդ ամբողջ պարտքը կկարողանայինք մարել ընդամենը 1.5 տարում։ Այդ խնայած գումարով կկարողանայինք 1.5 տարում պարտքը մարել։ Իսկ ինչու այդպես չենք անում, որովհետև այս ընթացքում մեր կարիքները եւ ամբիցիաները էապես փոխվել են։ Եթե մի պահ պատկերացնենք, որ որոշել ենք 1.5 տարում փակել 2018 թվականից հետո վերցրած պարտքը եւ վերադառնում ենք 18 թվականի ծախսերի մակարդակին, ապա մենք պետք է ստիպված լինենք մեր բոլոր ծախսերը կրճատենք 58%-ով։ Եթե վերադառնանք 18 թվականի ծախսի մակարդակին, ստիպված պետք է լինենք պաշտպանության ծախսերը կրճատել 429 միլիարդ դրամով կամ շուրջ 65%-ով։ Կրթության ծախսերը 178 միլիարդ դրամով կամ 60%-ով։ Սոցիալական ծախսերը 489 միլիարդ դրամով կամ 54%-ով։ Տնտեսական զարգացման ուղղվող ծախսերը 117 միլիարդ դրամով կամ 50%-ով։ Հիմա ինքներդ որոշեք, մեր պարտքը կառավարելի է եւ արդյոք պետք է այն հենց հիմա վերադարձնել 2018 թվականի մակարդակին։ Կառավարության պարտքի պորտֆելի ռիսկերի կառավարման տեսանկյունից կարևոր նշանակություն ունի դրամային պարտքի կշռի ավելացումը։ Եվ եթե 2018 թվականի տարեվերջին դրամային պարտքի մասնաբաժինը կառավարության պարտքի կառուցվածքում կազմում էր ընդամենը 19%, ապա հաջորդող 6 տարիների ընթացքում այն շարունակաբար աճել է 24 թվականին հասնելով շուրջ 50.8%-ի։ Այս փոփոխությունները մեզ թույլ են տվել միաժամանակ հասնել մի քանի կարևոր արդյունքների։ Նախ էականորեն նվազեցնել փոխարժեքի ռիսկը, այսինքն ապահովել պարտքի սպասարկման զգայունությունը արտարժույթի տատանումների նկատմամբ։ Երկրորդ, կառավարության ֆինանսական կարիքները բավարարել հիմնականում ներքին ֆինանսական շուկայի խնայողությունների հաշվին, որի արդյունքում պարտքի գծով տոկոսավճարները վճարվում են մեծամասամբ երկրի ռեզիդենտներին։ Եվ երրորդ, նպաստել պետական պարտատոմսերի շուկայի զարգացմանը, որը հանդիսանում է ընդհանուր ֆինանսական շուկայի զարգացման հիմնաքարը։ Այսինքն այն պարտքը, որը մենք ունենք այսօր, կառուցվածքային տեսանկյունից բազմակի ավելի որակյալ եւ կայուն է, քան այն, ինչ ունեինք 2018 թվականին։ Տեղական, պետական, գանձապետական պարտատոմսերի շուկան այսօր դարձել է հետաքրքիր եւ գրավիչ նաեւ միջազգային ներդրողների համար։ Սա խոսում է ոչ միայն մեր երկրի բարելաված մակրոտնտեսական միջավայրի, այլև պետության կայուն հարկաբյուջետային քաղաքականության եւ ամենակարևորը պետական ինստիտուտների նկատմամբ վստահության աճի մասին։ Եթե 2018 թվականին ներքին պարտքի շուկայում օտարերկրյա ներդրողների մասնակցությունը կազմել է ընդամենը 3.6 միլիարդ դրամ, ապա 2025 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ այն հասել է արդեն 177 միլիարդ դրամի։ Այսինքն միջազգային ներդրողների վստահությունը Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտների նկատմամբ այսօր առավել քան երբևէ։ Ավելին, եթե 2025 թվականի մարտին թողարկված 10 տարի ժամկետայնությամբ եվրոբոնդերի եկամտաբերության մեջ երկրի ռիսկի հավելավճարը կազմում էր 286 բազիսային կետ կամ 2.86%, ապա օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից հետո սեպտեմբերի վերջին այն նվազել է մինչև 227 բազիսային կետ։ Սա պատմականորեն ցածր ցուցանիշ է, ինչը թույլ է տալիս ամրագրել եւս մեկ անգամ, որ մենք ընկալվում ենք որպես շրջահայաց եւ պատասխանատու քաղաքականություն վարող պետություն, որը գործում է իր հնարավորությունների սահմանում, բայց նաեւ ապագային միտված խելամիտ ներդրումներ է կատարում։ Հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, այս տարիների ընթացքում մեր հարկային քաղաքականության առանցքում եղել է պարզ սկզբունք՝ ապահովել արդար, կանխատեսելի եւ ներդրումների համար բարեկամ միջավայր։ Մեզ համար կարևոր է, որ յուրաքանչյուր ներդրող տեղական թե օտարերկրյա իմանա, այս երկրում կան հստակ կանոններ եւ այդ կանոնները չեն կարող փոխվել քամու ուղղությամբ։
Անցած 5 տարիներին կառավարության հարկային քաղաքականությունն ուղղված է եղել մի կողմից գործարար եւ ներդրումային միջավայրի բարելավմանը, մյուս կողմից ներքին ռեսուրսների հաշվին հարկաբյուջետային կայունության ապահովմանը։ Կառավարության ծրագրով ամրագրված 25% հարկեր հնա ցուցանիշի ապահովմանը։ Նշված խնդիրների լուծման նպատակով հարկային օրենսդրության մեջ կատարվել են հետևյալ համակարգային փոփոխությունները։ Վերանայվել է հանքարդյունաբերության ոլորտի հարկման ռոյալթիների համակարգը։ Արդյունքում ներդրվել է ընկերությունների բարձր շահութաբերության պայմաններում ռոյալթիի հաշվարկման լրացուցիչ բաղադրիչ, որը հնարավորություն է ընձեռնել միջազգային շուկաներում մետաղների բարձր գների պայմաններում ապահովել պետական բյուջեի լրացուցիչ եկամուտներ։ Մասնավորապես 23-24 թվականների արդյունքներով ռոյալթիի լրացուցիչ բաղադրիչի գծով պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 26 միլիարդ դրամ։ Երկու շարունակական փուլելով վերանայվել է ինտերնետ շահումով խաղերի համար կիրառվող պետական տուրքի համակարգը։ Արդյունքում էականորեն բարձրացվել է շահումով խաղերի ոլորտի հարկային բեռը։ Մասնավորապես 23-25 թվականների արդյունքներով պետական տուրքի գծով պետական բյուջեի լրացուցիչ եկամուտները կազմել են շուրջ 38 միլիարդ դրամ։ Շարունակաբար բարձրացվել են ակցիզային հարկի դրույքաչափերը։ Արդյունքում մի կողմից կրճատվել է վնասակար սպառումը, դրանով նպաստելով առողջ ապրելակերպի զարգացմանը, մյուս կողմից պետական բյուջեն յուրաքանչյուր տարի ստացել է շուրջ 11 միլիարդ հավելյալ հարկային եկամուտներ։ Ներդրվել եւ շարունակաբար բարելավում է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը։ Արդյունքում կարևոր քայլ է կատարվել ֆիզիկական անձանց անձնավորված հաշվառման համակարգի զարգացման եւ դրանով իսկ կառավարության տարբեր քաղաքականություններ ավելի լավ հասցեավորելու նախադրյալների ձևավորման համար։ Միևնույն ժամանակ հայտարարագրման համակարգի միջոցով ներդրվել է աշխարհում լայնորեն կիրառվող սոցիալական կրեդիտների համակարգը, որը արդյունավետ գործիք է մեր քաղաքացիների կողմից կրթության եւ առողջապահության ոլորտներում կատարված ծախսերը հասցեական ձևով համաֆինանսավորելու ուղղությամբ։ Մասնավորապես 2025 թվականի նոյեմբերի 3-ի դրությամբ սոցիալական ծախսերից օգտվել են շուրջ 60,000 հայտարարատու ֆիզիկական անձինք եւ հետ են ստացել շուրջ 5 միլիարդ դրամ գումար։ Մեկ հայտարարատուին բաժին ընկնող սոցիալական ծախսի գումարը կազմել է շուրջ 83,000 դրամ։ Լայն շրջանակի բյուջետային ծրագրերով աջակցության գործիքներ են նախատեսվել գիտական հետազոտություններ եւ մշակումներ իրականացող կազմակերպությունների համար։ Գրավիչ հարկային միջավայր է ձևավորվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնողների համար։ Արդյունքում ակնկալվում է, որ նշված ոլորտներում նկատվելու է լրացուցիչ տնտեսական ակտիվություն, ստեղծվելու են նոր աշխատատեղեր, մեր երկիրն ամրապնդելու իր դիրքերը տեխնոլոգիական աշխարհում։ Վերանայվել է շրջանառության հարկի համակարգը։ Արդյունքում շրջանառության հարկի գծով հարկային բեռը վերաբաշխվել է ավելի արդարացի ձևով, քանի որ ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորող հարկ վճարողների համար հարկային բեռը նվազել է, իսկ ձեռքբերումները փաստաթղթերով չհիմնավորող հարկ վճարողների համար բարձրացել։ Այսպես 2024 թվականի առաջին կիսամյակում նվազագույն 1.5% դրույքաչափով հարկվել է առևտրական գործունեությունը իրականացնող հարկ վճարողների 37%-ը, իսկ 25 թվականի առաջին կիսամյակում մինչև 1.5% դրույքաչափով հարկվել է առևտրական գործունեություն իրականացնող հարկ վճարողների 59%-ը։ Համանման պատկեր ունենք նաև հանրային սննդի ոլորտում։ Զուգահեռաբար գործակների փաստաթղթավորմամբ կրճատվել են շրջանառության հարկ վճարողներին ապրանքներ մատակարարող ավելի խոշոր հարկ վճարողների ստվերային շրջանառությունները։ Օրինակ առևտրական գործունեության պարագայում փաստաթղթավորված ծախսերը աճել են ավելի քան 60%-ով։ Ամփոփելով վերոնշյալը կարող ենք հստակ արձանագրել, որ գործունեության հիմնական տեսակների պարագայում շրջանառության հարկի համակարգի վերանայումը ոչ թե հարկային բեռի բարձրացման մասին է, այլ հնարավորություն է, որպեսզի ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորելու պարագայում հարկային բեռը լինի նույնիսկ ավելի ցածր մակարդակում, քան մինչև համակարգի վերանայումներ։ Եվ այս համատեքստում որոշ շրջանակների կողմից թմկահարվող այն թեզը, ըստ որի շրջանառության հարկի համակարգի վերանայումը աղետ է փոքր եւ միջին ձեռնարկատիրության համար, ուղղակի հերյուրանք է, որը չունի պատշաճ մասնագիտական հիմնավորում։ Մեկ այլ ցուցանիշ եւս, որը ապացուցում է ասվածը։ 21-25 թվականներին, այսինքն ընդամենը 5 տարվա ընթացքում
Հայաստանում գրանցվել է ավելի շատ իրավաբանական անձ, քան 2000-ից 2011 թվականներին։ Այս նույն ժամանակահատվածում տարեկան միջինում գրանցվում է մոտ 9900 նոր իրավաբանական անձ։ Մինչդեռ նախորդ ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 3795։ Հիմա հարց. ինչու են այդքան ընկերություններ գրանցվում եւ ինչու է այդքան մարդ որոշում զբաղվել ձեռնարկատիրությամբ, եթե ամեն ինչ այդքան վատ է։ Այստեղ հիրավի բախվում ենք իրականության հետ, որովհետև կապ չունի լուրերով ինչ են հայտնում կամ քաղաքական գործիչներն ինչ են ասում, քանի որ սեփական միջոցները նոր գործ սկսելու մեջ ներդրող մարդը եւ կարող է հարկային օրենք կարդալ եւ կարող է իրատեսորեն գնահատել այն ձեռնարկատիրական միջավայրը, որն առկա է մեր երկրում։ Եվ առհասարակ, հետհայաց ուսումնասիրելով վերջին 5 տարիների հարկային քաղաքականությունը, կարող ենք արձանագրել, որ հարկային բեռի էական բարձրացում կատարվել է միայն հետևյալ 3 ուղղություններով՝ մետաղական հանքարդյունաբերության ոլորտի ռոյալթի ուղղությամբ, ակցիզային հարկի ուղղությամբ, շահումներով խաղերի ոլորտի պետական տուրքի ուղղությամբ։ Ակնհայտ է, որ այս ուղղություններից եւ ոչ մեկով չեն թիրախավորվել առաջին անհրաժեշտության կամ սոցիալական նշանակության սպառումը ցածր եկամտային խմբերի եկամուտները։ Հակառակը, հարկային բեռը բարձրացվել է այն տրամաբանությամբ, որ ընդերքի արդյունահանումից մեր հասարակությունը ստանա իր արդար հասանելիքը, որ կրճատվի վնասակար սպառումն ու խրախուսվի առողջ ապրելակերպը եւ որ զսպվի խաղամոլությունը։ Այս առումով ավելի քան վստահ ենք, որ հարկային քաղաքականության մեր օրակարգն ունի լայն հասարակական աջակցություն եւ ճիշտ ընկալում։ Ավելին, 2021-23 թվականներին անշեղորեն շարունակվել է եկամտային հարկի դրույքաչափն իջեցնելու քաղաքականությունը, որը գործնականում նշանակում է, որ նշված ժամանակահատվածում տարեկան ավելի քան 20-ից 28 միլիարդ դրամ եկամտային հարկ պակաս է հավաքագրվել գործատուներից եւ վարձու աշխատողներից, կամ նույնն է, թե անչափ միջոցներ պահպանվել են գործատուների եւ վարձու աշխատողների մոտ, այդ կերպ նպաստելով տնտեսության զարգացմանն ու աշխատող քաղաքացիների բարեկեցության բարելավմանը։ Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 91 միլիարդ դրամ, որից հարկային եկամուտները 2 տրիլիոն 973 միլիարդ դրամ։ Հարկային վարչահարության բարելավման, ստվերի դեմ պայքարի, ինչպես նաև հարկային քաղաքականության միջոցառումների արդյունքում ակնկալվում է ապահովել հարկեր հնա հարաբերակցության բարելավում սպասողականի համեմատ 0.4%-ային կետով։ Իդեպ սպասողականի մասին խոսելուց ասեմ, որ այս տարի սպասում ենք 1%-ային կետով բարելավում։ Խոսելով առաջիկա տարիների հարկային քաղաքականության մասին, պետք է նշել, որ ներկա փուլում ընթանում են հարկային քաղաքականությունը վերաիմաստավորելու հայեցակարգային քննարկումներ։ Նպատակը կայուն տնտեսական աճի եւ բարեկեցության ապահովման ուղղված այնպիսի հարկային համակարգի ձևավորումն է, որը նաև զերծ կլինի հաճախակի փոփոխություններից եւ հարկ վճարողների համար կապահովի կանխատեսելի հարկային միջավայր։ Ուշադրության կենտրոնում են լինելու հատկապես այլընտրանքային հարկային համակարգերի վերանայման, ներդրողներին լրացուցիչ հարկային խթանների տրամադրման հարցերը։ Զուգահեռաբար քննարկվելու են հարկային վարչահարության առաջադեմ գործիքների ներդրման, հարկային մարմնի կողմից հարկ վճարողներին ավելի որակյալ ծառայություններ մատուցելու հարցերը։ Այս ամենով հանդերձ ակնկալվում է հնարավորին չափ պարզեցնել հարկային օրենսդրությունն ու հարկային համակարգն ընդհանրապես։ Հարգելի գործընկերներ, գնումների համակարգը մեր տնտեսության առանցքային հենասյուներից մեկն է եւ այս ուղղությամբ եւս վերջին տարիներին ունեցել ենք զգալի առաջընթաց, ուղղված թափանցիկության, արդյունավետության եւ հաշվետվողականության բարձրացմանը։ Նախ գրանցել ենք մեկ անձից իրականացվող գնումների էական նվազում։ 2021 թվականներին ճգնաժամային զարգացումների պայմաններում մեկ անձից գնումների մակարդակը հասել էր համապատասխանաբար 18.3 եւ 22.3%-ի։ Սակայն հաջորդ տարիներին կառավարությունը հաջողվել է հետևական աշխատանքի արդյունքում էականորեն նվազեցնել այս ցուցանիշը, 24 թվականին այն հասցնելով ընդամենը 8.6%-ի։ Եթե 21 թվականին իրական մեկ անձից գնումները կազմում էին 7.4%, իսկ հրատապ գնումները 14.9%, ապա 24-ին դրանք նվազել են կազմելով համապատասխանաբար 5% եւ 3.6%։
Կարևոր է ընդգծել, որ հրատապ գնումների այս նվազումը տեղի ունեցել այն պայմաններում, երբ որոշումների կայացման գործընթացը դարձել է ավելի ապակենտրոնացված։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ ժողովրդավարության պայմաններում հնարավոր է կառուցել արդյունավետ եւ հաշվետվողական համակարգեր, որտեղ որոշումները կայացնում են այն մարդկանց կողմից, ովքեր ամենամոտն են կանգնած խնդրո առարկային։ Վերջին տարիներին բարձրացել է մասնակիցների միջին քանակը մրցակցային ընթացակարգերում։ Եթե 2019 թվականին մեկ մրցույթի միջին մասնակցությունը կազմում էր 2.5 մասնակից, ապա 24 թվականին այդ ցուցանիշը աճել է հասնելով 3 մասնակցի։ Սա բարձր ցուցանիշ է մեր նման երկրների համար։ Համեմատության համար հարևան Վրաստանում 23 թվականին այդ ցուցանիշը կազմել է 2 մասնակից։ Այս ամենը վկայում է, որ մասնավոր հատվածը գնալով ավելի է վստահում պետական գնումների համակարգին։ Դա նշանակում է մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ, համակարգը դառնում է ավելի բաց, կանխատեսելի եւ հավասար հնարավորություններ է ապահովում բոլորի համար։ Էական է ընդգծել նաեւ այն, որ մենք աննախադեպ թափանցիկություն ենք հաղորդել գնումների գործընթացին։ 21 թվականը կարելի է համարել շրջադարձային տարեթիվ պետական գնումների համակարգում։ Հայաստանն իրականացրեց թռիչքային քայլ դեպի թափանցիկություն, օրենսդրորեն ամրագրելով ոչ միայն մրցույթին մասնակցած եւ պարտված մասնակիցների, այլև քաղաքացիական հասարակության եւ լրագրողական համայնքի իրավունքը մասնակցելու պայմանագրերի կառավարմանը։ Այս մոտեցումը հնարավորություն տվեց, որ հանրային վերահսկողությունը պայմանագրերի կառավարման փուլում դառնա իրական։ Աշխատելով համայնքի եւ հասարակական կազմակերպությունների հետ կառավարությունը ել ավելի է պարզեցրել գործընթացները։ Արդեն իսկ կան գրանցված 15 կազմակերպություններ, որոնք գործուն մասնակցություն ունեն վերահսկողության գործում։ Այսօր կարող ենք ասել, հարկատուի գումարների նկատմամբ հանրային վերահսկողությունը այլևս ոչ թե նպատակ է, այլ իրականություն։